Կառավարությունում եւ պատկան մնացած մարմինների միջև քննարկումներ են գնում։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, որ ուզում եմ հետաձգվել։ Վտանգները որոնք են այդ մասին կարող եք ասել։ Հա, օրենքը պետք է փոխվի, ըստ ձեզ։ Ոչ ուրիշ մեխանիզմ չկա հետաձգելու։ Վտանգները ուզում հասկանալ, պարոն Ջավադյան, եթե փոխվի մի տարի ասենք հետաձգվեց։ Եթե լինեն, իհարկե ռիսկեր կլինեն հենց նույն կառավարիչների հետ, որովհետեւ դուք գիտեք, որ սրանք առաջնակարգ ընկերություններ են, բավականին լուրջ անուն ունեցող ընկերություններ են, գոնե ամունձին աշխարհի տասնյակի մեջ է մտնում եւ կառավարման տակ ունի, եթե չեմ սխալվում, 2 տրիլիոնից մի քիչ պակաս դոլար։ Հնարավոր է հեռանալ Հայաստանից։ Այդ որոշումը իրենք պետք է անեն, բայց իհարկե հնարավոր է, եթե իրենց պլանավորածի ինչ որ ակնկալիքները լինեն, ակնկալիքներին չհամապատասխանի իրականությունը։ Իհարկե նրանք բավականին լուրջ ընկերություններ են, բազմիցս իրենց հետ մենք զրուցել ենք, բազմիցս տարբեր հարցեր, որոշակի իհարկե գնացել ենք ընթառաջել որոշակի հարցերում, բայց եթե այդպիսի բան ունի, ես ասում եմ, գոնե ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, որ հետաձգվելու է։ Եվ կապիտալի արտահոսքի մասով այս ընթացքում որոշակի փոփոխություններ եղել են, կան այդպիսի տեմպեր։ Ես ասի, որ խզվել են որոշակի ավանդների մի ծավալ, մի զանգված, խզվել էր պայմանագրերը, բայց արդեն կարելի է ասել վստահորեն, որ վերականգնվեց ամբողջությամբ այդ ծավալը։ Մասնավորապես Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապված էր նման։ Ալեքսանդր Սարգսյանի մասով տենց ինֆորմացիա ես չունեմ, ասենք ես ասեմ, որ գոնե այն մենք հետևում ենք ամբողջությամբ այդպիսի մեծ ծավալի շարժերին ու ոչ միայն մենք։ Ես ձեզ վստահացնում եմ, եթե Հայաստանից մեծածավալ փոխանցում լինի արտերկիր, այդ մեխանիզմը հստակ աշխատող մեխանիզմ է, վերլուծման դեմ պայքարի եւ այլն։ Եթե այդ մեխանիզմի ներքո մեծ գումարի շարժ լինի Հայաստանից դուրս, նախ մենք այդ շարժը կտեսնենք, որ բարձրաբար այդ ինֆորմացիան գնա համապատասխան մարմիններին եւ այն երկրների մարմիններն էլ, որտեղ այդ գումարը գնա։ Ես ձեզ վստահացնում եմ, գոնե ձեր ասած անձի հետ կապված որևէ գումարի շարժ չի եղել։ Մենք ունենք համապատասխան կառույց, որը զբաղվում է մոնիտորինգով, գումարների շարժերով, այդ կառույցը համաձայն գործող օրենքների եւ կանոնակարգերի փոխանակվում է ինֆորմացիա ոչ միայն ԱԱՑ-ի հետ, նաեւ դատախազության հետ, նաեւ ոստիկանության հետ, նաեւ համապատասխան այլ մարմինների հետ շուրջ, եթե չեմ սխալվում, 100-ից ավելի երկրներում։ Եվ եւս մեկ հարց կառավարության նիստի Նիկոլ Փաշինյանը գյուղվարկերի տուժտուգանքները ներելու մասին էր խոսում, այս առումով ինչ փուլում է գտնվում եւ ինչպես է պատկերացնում, որտեղից է գնում։ Պետք են համապատասխան մեխանիզմներ։ Հիմա այդ մեխանիզմների մասով համապատասխան կառավարության որոշումներ պետք է լինեն, հանձնարարականներ տրվել են վարչապետի կողմից պատկան մարմիններին, եթե ես չեմ սխալվում, այս շաբաթ կլինի կառավարության նիստում այդ որոշումները, դրանից հետո դրանք էլ կվերածվեն օրենքի ընդունման պարագայում մեր բանկերը պատրաստ են որոշակիորեն զիջել տուժուտուգանքները, բայց երևի թե խոսքը գնալու է որ տպավորությունը չլինի հին տուժուտուգանքների մասին, էլի ոչ թե ասենք նախկին պաշտոնյաները այս փուլում կարող են իրենց գումարները տանել երկրից, այսինքն այն սխեմա դուք ասում եք տեսնում են մենք ունենք երկու զսպող հանգամանք։ Մի մեխանիզմ ունենք փողերի լվացման եւ տերորիզմի հետ կապված հանցագործությունների հետ կապված եւ ունենք բավականին գործուն մեխանիզմներ եւ համագործակցություն բոլոր միջազգային ասենք ատյանների հետ։ Երկրորդը դա սահմանափակումներ է կանխիկով գումար արտահանելու։ Նաև այդպիսի սահմանափակումներ կան բոլոր եվրոպական երկրներում եւ Միացյալ Նահանգներում։ Ես վախենում եմ ասեմ աշխարհի բոլոր երկրներում, որովհետեւ կարող է որոշ երկրներ ունեն, որ այդպիսի սահմանափակումներ չունեն։ Մոտավորապես սահմանափակումները 10-12 հազար են։ Եվ այդ սահմանափակումների ներքո ոչ միայն երկրից գումար հանելը, նաև երկիր գումար ներմուծելը, դուք հիշում եք ժամանակին տարբեր աղմկալից ինչ որ պատմություններ եղան։ Մենք էլ ստանում ենք որոշակի այդպիսի տվյալներ։ Ես վստահ եմ, որ այսօր փող տեղափոխելը
նույն մաքսանենգության հետ էլեկտրոնային արժույթների միջոցով էլեկտրոնային, հա, կան արժույթներ, ինչպիսին են բիտկոինները, որ բան, բայց այդտեղ էլ կարգավորման մեխանիզմներ չկա աշխարհում։ Այսինքն կարող է լինել, որոնք որ ձեր վերահսկողությունից դուրս են։ Իհարկե, կարող է լինել բիտկոինների բան միջոցով, դրա համար էլ մենք հենց կտրականապես պայքարում ենք կրիպտոարժույթների կիրառման, ոչ նպատակային կիրառման հետ Հայաստանում։